Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Մենք այս նոր տարվա, այսինքն 2013 թվականի մեր առաջին հաղորդումն է եւ առաջի հերթին մենք խնդրում ենք բոլորիցդ, որպեսզի աղոթեք մեզ համար։ Մենք նույնպես աղոթում ենք, որպեսզի Տիրոջ Սուրբ Ոգու շնորհներով կարողանանք մեր հաղորդումները աստվածահաճո կերպով վարել, ավելի մատչելի ձևով, ավելի պարզ եւ հասկանալի ձևով կարողանանք Աստծո խոսքը փոխանցել ձեզ, մեր ժողովրդին, որպեսզի տարեստարի լուսավորվելով մեկ օր մենք հասնենք բոլորս կատարելության, ազգովի, իրոք դառնանք առաքելական եկեղեցու հետևորդներ, զավակներ, որին փափագում է Աստծո Սուրբ Ոգին, որովհետեւ մեր այս բոլոր հաղորդաշարերի եւ ընդհանրապես մայր եկեղեցու պայքարն է, որպեսզի ամբողջ հայ ազգը հետևի իրեն Սուրբ եկեղեցու վարդապետությանը, Սուրբ հայրերի վարդապետությանը եւ կարողանա այստեղ ապրելով աստվածաճո կյանքով նույնպես իրեն կյանքը շարունակի կենթանյաց երկրում, երկնքի արքայությունում, որը հավիտենական է, որը սուրբերի հետ է, որը երանելի է եւ որտեղ որ թագավորում է ինքը Տերը մեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այդ պատճառով մենք լսելով նաև Աստծո հոգու նախախնամությանը, ժողովրդի խոսքին հետևելով, մեզ ժողովուրդն են հուշում, թե մենք ինչի մասին պետք է խոսենք։ Եվ այնպես ստացվեց, որ ժողովրդի կամքով մենք խոսելու ենք երանությունների մասին։ Եվ մենք քարոզը այդ պատճառով պետք է սկսենք Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխ հենց առաջի համարով սկսած լեռան քարոզից, որտեղ խոսվում է 9 երանիների մասին։ Նախ ես պետք է ընթերցեմ ավետարանի այս հատվածը եւ առանձին հատվածներով հերթականությամբ խոսենք մեր Սուրբ եկեղեցու վարդապետների միջոցով իրենց մեկնողությամբ, թե ինչ է խորհրդանշում եւ ինչու է լեռան քարոզ կոչվում, ինչու է երանիներով սկսվում եւ ինչու է 9 երանիներ։ Այդ պատճառով ես ուզում եմ նախ ընթերցել լեռան քարոզը եւ ինչ է ասում Մատթեոս ավետարանիչը։ Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը բարձրացավ լեռան վրա եւ երբ այնտեղ նստեց նրա մոտ եկան իր աշակերտները եւ իր բերանը բացելով նրանց ուսուցանում էր ու ասում. Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցր ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, եւ ին պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտասեն։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ են եղել։ Սիրելի մեր հեռուստադիտող բարեկամներ, այսքանն էր հատվածը լեռան քարոզի Մատթեոսի ավետարանում եւ առաջինը, թե ինչու է կոչվում լեռան քարոզ եւ ինչու Տերը բարձրացավ լեռան վրա։ Ուրեմն նախ մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ամենակարող Աստված Սուրբ Երրորդության երկրորդ անձը, որդին մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկնքից իջնելով խոնարհվեց, մարդկանց հետ շրջեց, ապրեց անապատներում, լեռներում, մարդկանցից հեռու, ինչպես որ մեր ներսես շնորհալին ասում, անփառասեր գտնվեց, ոչ մեկ անգամ բարձր տեղերով, բարձր մարդկանց հետ շրջեց, թագավորների, իշխանավորների հետ, միշտ աղքատների հետ, հիվանդների հետ, բոլոր կյանքից հուսալքվածների բոլորի հետ նրանց սերտներն էր դարմանում, տեղեր էր դնում, օգնում էր, կերակրում էր եւ քաղաքից հեռու էր շրջում անապատներում եւ լեռներում։ Այսինքն մեզ սովորեցնում է, որ
Նաև թե իջնելով ցույց է տալիս, որ մարդը չպետք է լինի փառասեր, մարդը պետք է լինի խոնարհ, եւ ցույց է տալիս, թե երկնքից իրեն իջնելով, ինչպես է մեզ նաև ճանապարհ հարթում դեպի երկինք։ Եվ լեռը բարձրանալով, առաջի հերթին քարոզը սկսելով երանիները, ասում է այն մարդիկ, որ ովքեր որ երկրից դեպի վերջ բարձրանան, չեն կարող տեսնել աշխարհի մեղքերը եւ չեն կարող տեսնել երկնքի արքայությունը։ Եվ Տերը լեռը բարձրանալով առաջի հերթին մեզ սովորեցնում է, որ մեր միտքը, մեր հոգու բոլոր աչքերը, մեր զգայարաններով, հոգով եւ մարմնով մենք պետք է միշտ վերինը խորենք, որտեղ նստած է Քրիստոսը հոր աջ կողմում, որը մեզ սովորեցնում է Սուրբ Ավետարանը։ Այսինքն Տերը նաև մեզ իջնելով ցույց է տալիս, որ մարտանալով ցույց է տալիս, որ Ադամը գտնվում էր դրախտում, երանության մեջ էր միջմեղ գործելը, եւ մենք պետք է բազմանային կուսությամբ, այսինքն դրախտում պետք է բազմանային, եթե պատվիրանը պահենք, եւ մենք ընդհանրապես չենք հայտնվի այս երկրում եւ այս տանջանքների մեջ չենք հայտնվի։ Եվ Տերը մեզ իջնելով երկնքից ցույց է տալիս, որ մենք նաև կորցրել ենք երկինքը եւ մենք պետք է Տիրոջը հետևելով կարողանանք նորից երկինք բարձրանանք եւ Տերն է, որ մեզ պետք է ցույց տա երկնային ճանապարհը։ Եվ լեռը բարձրանալով առաջին հերթին մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա այս աշխարհից դուրս գալ, որպեսզի կարողանա տեսնել Աստվածայինը, հոգու աչքերով կարողանա տեսնել երկնային արքայությունը։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը լեռան վրան բարձրանալով մեզ հորդորում է դեպի երկնային ճանապարհը։ Եվ այսպես մինչև նոր ուխտը Քրիստոս Տիրոջ լեռ բարձրանալը, մենք հին ուխտից էլ գիտենք, որ բոլոր նահապետները, բոլոր այն սուրբ հայրապետները, բոլոր նրանապատներում եւ լեռներում են շրջել, որովհետեւ առանց աշխարհից դուրս գալու մենք չենք կարող հստակ կերպով տեսնել երկնային թագավորության ճանապարհը։ Միայն լեռը բարձրանալով, այսինքն երբ որ մենք մտքով, հոգով բարձրանում ենք առ Աստված, այդ ժամանակ վերևից մենք պարզ տեսնում ենք աշխարհի բոլոր մեղքերը, ինչպես որ ծովն է երևում մեղքով, ինչպես որ ծովն է ամբողջ ջրով լցված, այդպես էլ մենք վերևից տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը թաթախված է մեղքի ծովի մեջ։ Եվ լեռը բարձրանալով մենք միայն կարող դուրս գալ այս մեղավոր աշխարհից։ Եվ սա է պատճառը, որ հենց լեռան վրայից է սկսում մեր Տերը իրեն քարոզը, որին հետևեցին նաև հետագայում բոլոր վանականները, բոլոր ճգնավորները, Աստվածային լեռը բարձրանալով, նաև աշխարհի լեռները բարձրանալով իրենք կարողացան գտնել երկնայինը, Աստվածայինը, որոնք փրկվեցին եւ մյուսների համար ճանապարհ հարթեցին, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը դրեց այս բոլորի հիմքը։ Նաև սիրելի հեռուստատող բարեկամներ, այստեղ որ ասում է եւ տեսնելով ժողովրդի բազմությունը բարձրացավ լեռան վրա։ Եվ երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան իր աշակերտները եւ իր բերանը բացելով նրանց ուսուցանում էր եւ ասում։ Այստեղ շատ հետաքրքրական է, որ ասում է նրա մոտ բարձրացան իր աշակերտները։ Այստեղ ինչ է մեզ սովորեցնում Տերը։ Այսինքն ովքեր որ ուզում են աշակերտել եւ ովքեր որ ուզում են երկինքը գտնել, անպայման բարձրանում են լեռան վրա։ Եվ տեսեք, բազմության միջից աշակերտները բարձրացան։ Այսինքն հետո էր որ բազմությունը նույնպես սկսեցին աշակերտել եւ այլն։ Այսինքն շատ հստակ այստեղ ավետարանիչը մեզ սովորեցնում է, որ անպայման ովքեր որ ուզում են աշակերտեն, արդեն մտովի հոգով բարձրանում են այդ լեռը, որտեղ Քրիստոս է նստած եւ այնտեղից սովորում են ամբողջ աստվածային ճանապարհը։ Եվ սա է մեզ սովորեցնում, որ աշակերտները բարձրանում եւ մոտն են նստում եւ որից հետո բերանը բացելով սկսում են այս բոլոր երանիները։ Եվ ինչ է ասում, երանիներով է սկսում։ Երանի հոգով աղքատները, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Այս բան չեմ ուզում հոգով աղքատների մասին խոսել, նախ ուզում եմ խոսել ընդհանրապես երանության մասին եւ ինչու երaniով է սկսում իրեն քարոզչությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նախ առաջինը նա համարվում էր Դավթի որդի եւ մեր երանելի Դավիթ մարգարեն իրեն սաղմոսները սկսում է երանիներով եւ ինչ ասում։ Ասում է երանելի այն մարդը, որ չի գնում ամբարիշների խորհրդով, երկրորդ նա չի գնում մեղավորների ճանապարհին, չի կանգնում, այսինքն մեղավոր ճանապարհներով չի գնում եւ աթոռը ժանտից նա չի նստում։ Տեսեք ինչ է ցույց տալիս Դավիթ թագավոր երանիներով։ Այսինքն ցույց է տալիս աշխարհի 3 դաժան ճանապարհները, որ ամբողջ մարդկությունը ցկտում է եւ ամբողջ մարդկությունը այդ կռվի մեջ, այդ մեղքի մեջ է։
Այսինքն 3 ճանապարհ կան, որ այս աշխարհը տանում է ամբողջ մարդկության իր հետևից դեպի կորուստ։ Այսինքն առաջինը ամբարիշտների խորհուրդը, որովհետև եթե մարդը ով ուզում է լինի, եթե չի գտնում աստվածային ճանապարհը, նա ուզի թե չուզի կանգնում է ամբարիշտների խորհրդի մեջ։ Երկրորդը, որ ասում է մեղավորների ճանապարհին նա չի կանգնում։ Այսինքն, եթե դարձյալ որևէ մեկը դարձյալ չի գտնում Աստծո ճանապարհը, ուզի թե չուզի նա կգնա եւ մեղավորների ճանապարհին կկանգնի։ Սա է աշխարհի պահանջը։ Երրորդը, որ ասում է Երանի այն մարդը, որ ժանտից աթոռին չի նստում։ Այսինքն, եթե մարդը չի գտնում աստվածային աթոռը, նա անպայման կձգտի ժանտի աթոռին, պաշտոնների, թագավորության, իշխանության, որպեսզի բոլորին իշխի եւ բոլորին հալածելով իրենը դարձնի ամեն ինչ։ Սա է մեզ սովորեցնում Դավիթ թագավորը։ Հենց Սաղմոսի սկզբից այս 3 դաժան ճանապարհները, որով մարդիկ տառապում են, իրար են սպանում, մորթում են, վերջապես ամբողջ աշխարհի մեղքերը այս 3 ճանապարհների վրա է դրած։ Իսկ Դավիթ թագավորը, որը նաև իրենից պետք է ծնվեր Աստծո որդին, կոչվեր Դավթի որդի, երանիներով ցույց է տալիս, որ ովքեր որ այս 3 ճանապարհներից հեռու են կանգնում, ապա երանիների դասին են մտնում։ Եվ նույնպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը որպես Դավթի որդի երանիներով է սկսվում իրեն քարոզությունը եւ սկսում է հոգով աղքատներից։ Նախ ինչ է նշանակում երանի։ Երանին մեր ներսեշնորհային շատ գեղեցիկ է բացատրում սահմանում, որ ասում է երանին դա բոլոր առաքինությունների, բարությունների համագումարն է։ Ինչպես որ թշվառությունը բոլոր չարիքների համագումարն է։ Այսինքն, երբ որ մարդը բոլոր բարիքները հավաքում է, համագումարում է, նա դառնում է երանել։ Իսկ միակ երանելին կատարելապես ամեն համագումարով, այսպես ասենք, ընդունած, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որի մասին խոսում է Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված թղթում, եւ ինչ է ասում. Երանելին եւ միակ հզորը։ Այսինքն, տեսեք, ասում է միակ հզոր, այսինքն կատարելագույն հզորը երանելին դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որը ամեն ինչով կատարյալ էր, որից հետո գալիս են հրեշտակած դասերը նույնպես երանելի են համարվում եւ գալիս է մարդկային ցեղի մեր ընտրյալ դասերը, որոնք ունեն Աստծո պատկերը։ Եվ դրա համար մեր Տեր Հիսուս իջնելով ուզեց այդ պատկերը վերստին մեզ տալ, քանի որ մենք երանելի էինք դրախտում, Ադամ եւ երանելի կարգավիճակում էինք գտնվում, ստեղծված էինք կատարյալ, սակայն մեղքի պատճառով չարից խաբվելով կորցրեցին այդ երանությունը։ Բայց Տեր մեր Հիսուս Քրիստոս իջնելով հաղթեց սատանային, աշխարհի փորձություններին եւ վերստին ուզեց իրեն պատկերը վերադարձնել մեզ։ Եվ այդ պատկերը վերադարձնելու համար, սիրելի մեր հեռուստատող բարեկամներ, մեզ հրավիրում է երկնային լեռը։ Եվ դրա համար այս երանելիները սկսում է լեռան վրայից։ Այսինքն, եթե մենք չուզենանք բարձրանանք աշխարհից վեր դեպի լեռ, մենք երանելի չենք կարող դառնալ։ Այսինքն, երանության վաստակելու առաջին պայմանը այս աշխարհից դուրս գալն է։ Առանց այս աշխարհի ցանկություններից, ինչպես որ ասეთ 3 ճանապարհներից, եթե մենք չհրաժարվենք, չենք կարող բարձրանալ այդ երանելի լեռը, որտեղ հրավիրում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ դրա համար էլ շատ գեղեցիկ օրինակներ կան, որ ասում է, ինչպես որ նկարիչը, երբ որ ուզում է իրեն աշակերտներին վարպետ նկարիչ ուզում է իրեն աշակերտներին կատարյալ վարպետ դարձնել, հերթականությամբ է սովորեցնում, նախ գույներին է ծանոթացնում, կտավին է ծանոթացնում, դիրքն է դասավորում եւ ասում է որտեղից պետք է սկսես, որտեղից ավարտես, որպեսզի դառնաս իսկական նկարիչ եւ ստանաս գեղեցիկ պատկեր։ Նույնպես էլ մեր Տերը իջնելով երկնքից, ներքևից խոնարհվելով, մեզ կամաց սովորեցնելով, ասում է, որ այս տեղից պետք է սկսես աստվածային ճանապարհ, այսինքն աշխարհից դուրս գալով, աշխարհի այդ դաժան մեղավոր ճանապարհներից դուրս կանգնելուց հետո նոր կարող ես գնալ դեպի երանությանը այս ճանապարհով։ Սա է մեզ սովորեցնում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Սիրելի հեռուստատող բարեկամներ, այժմ խոսանք հենց առաջի երանի մասին, որը վերաբերում է հոգով աղքատներին։ Եվ ինչ է ասում մեր Տերը։ Ասում է երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Ընդհանրապես շատ են մոտեցել եւ հարց են տվել ինձ անձամբ թե Տեր այր ինչպես հասկանանք, չէ որ Սուրբ Գիրքը ասում է պետք է մարդը հոգով լի լինի, շնորհներով, առաքինություններով, 7 տարվա շնորհներով, այսինքն մարդը պետք է ուժեղ լինի, որ դիմակայի այս աշխարհին, հոգով պետք է ուժեղ լինի։ Բայց ինչպես է որ նույն այդ Տերը, նույն Սուրբ Գիրքը ասում է Երանի հոգով աղքատներին եւ այնց առաջինն է դնում հոգով աղքատները։ Այս հարցը շատ են տալիս եւ այս հարցի պատասխանը մեր Սուրբ հայրերը շատ գեղեցիկ պատասխանում են։ Նախ առաջինը հենց առաջի հերթին բերում են Տիրոջ օրինակը, որ Տերը ինքը Աստված էր, լի էր բոլոր շնորհներով, կատարելապես, կատարելագույն, բայց տեսեք երկնքից իջնելով աղքատացավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մարդկանց հետ շրջեց, մարմին հագավ մարդկային, աղքատների հետ շրջեց, իմաններին բժշկեց, սովածներին կերակրեց, անապատներում շրջեց, լեռներ բարձրացավ, աղոթեց, ոչ մեկ անգամ ասում էր բարձ չուներ, որ գեդինը գլուխը մի բարձի տներ, այսինքն ամբողջությամբ աղքատացավ եւ այս աղքատացումով կարողացավ բոլորիս հոգիները բժշկել եւ բոլորիս վեր հանել երկնքի արքայությունը։ Այսինքն մեր Տերը սովորեցնում է, որ այս աղքատացման մասին է, ոչ թե ուրիշ աղքատացման մասին է։ Այսինքն մարդը այն ձևով պետք է աղքատանա այս աշխարհում, որպեսզի կարողանա ուրիշներին ցույց տա երկնքի ճանապարհը։ Այս աղքատությունն է, որ երանելի է։ Եվ ընդհանրապես մեր հայրերը երկու աղքատություն են նշում։ Մեկը ընդունելի, մեկը արհամարելի։ Այսինքն երբ որ դու աղքատանում ես աշխարհից, ցանկություններից, կրկերից, այդ 3 դառը ճանապարհներից, մեղքերից, ագահությունից, ուրիշներին զրկելուց, այդ բոլոր աշխարհի ցանկություններից, երբ որ աղքատանում ես, եւ այդ ժամանակ դու դառնում ես երանելի, այսինքն դու քեզ համար բացվում է երկնքի ճանապարհ եւ դու հարստանում ես դեպի երկինք։ Այս ճանապարհի մասին է խոսքը։ Իսկ երկրորդ աղքատությունը, այսինքն երբ որ դու աղքատանում ես առաքինություններից, սրբություններից, աղոթքից, բարեպաշտությունից, ողորմածությունից, բոլոր առաքինի գործերից երբ որ դու աղքատանում ես, այսինքն այդ աղքատությունը արհամարելի է։ Դրա համար մենք պետք է զանազանենք ընդունելի աղքատությունը եւ արհամարելի աղքատությունը։ Այսինքն այս աղքատության գլխավոր նպատակը հոգով աղքատների, այսինքն ովքեր իրենց հոգին այս աշխարհի մեջ տանում են դեպի աշխարհի աղքատացման, բայց առաքինությունների վեր բարձրացման, որի առաջ օրինակը դարձավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, եւ այդպես հետևեցին բոլոր վանական հայրերը, ճգնավորները, բոլոր նվիրյալ մարդիկ եւ իրենց հետևից շատ-շատերին տարան դեպի երկնքի արքայության ճանապարհով։ Սա պետք է մենք բոլորս զանազանենք մեկը մյուսից, որպեսզի մենք չընկնենք թյուրիմացության մեջ։ Նաեւ այստեղ մեր Սուրբ հայրերին ինչ են ասում են հոգու աղքատություն է կոչվում կամավոր խոնարհությունը, որի մասին ասում է նաև Պողոս առաքյալը Կորինթացի թղթերի մեջ, բերելով օրինակ, որ ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար է ասում, մեզ համար աղքատացավ, ով հարուստ էր։ Այսինքն, երբ որ դու աղքատանում ես մեկի համար աշխարհի մեջ, նրանց համար, ում որ կարող ես բոլորին փրկել, դա արդեն երանելի է։ Դրա համար է սկսում երանությունը առաջին հոգով աղքատներին, որովհետև առաջինով է, որտեղ առաջին ինքը հոգով աղքատացավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երկնքից իջնելով աշխարհ, կարողացավ բոլորից ցույց տալ երկնքի ճանապարհը։ Եվ նաև Եսայի մարգարեն է մեզ հիշեցնում այս խոսքը, որ ասում է ես ում մեջ կբնակվեմ, եթե ոչ հեզերի եւ խոնարհների, եւ նրա մեջ ով դողում է իմ խոսքից։ Տեսնում եք, ում մեջ է բնակվում Աստված, այսինքն ովքեր խոնարհ են, հեզ են, ովքեր Աստծո խոսքից վախենում են, ոչ թե ամբարտավան են, սա իմն է, նա իմն է, սա իշխանությունը իմն է, այս բոլորը իմն է, այսինքն դա արդեն հոգով աղքատացում չէ, հոգով հարստացում չէ։ Այսինքն ամենակարևորը պետք է մենք ճիշտը հասկանանք։ Նաև երանելի Դավիթը ինչ է ասում։ Ասում է Աստծուն մատուցված զոհը խոնարհ հոգին է։ Այստեղ ոչ թե զոհը արհամարում է, ինչպես որ աղանդավորները սխալ են հասկանում։ Այսինքն, եթե դու հոգով ես, խոնարհ հոգով ես կատարում, բոլոր ամեն քո նվիրատվությունները, ընծաները արդեն ընդունելի են։ Այսինքն դու արդեն խոնարհության հիմքի վրա ես նստած։ Այսինքն հոգով աղքատացած ես աշխարհից եւ հարուստ ես Աստծով։ Դրա համար ամեն ինչը պետք է
իրենց ձևով հասկանանք։ Եվ մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, սիրելի հեռուստադող բարեկամներ, երբեմն աշխարհիկ մարդկանց մեջ ձևավորված է, թե խոնարհ մարդը թույլ է, անճարակ է, նա ուրիշներին ենթարկվող է, կուլ գնացող է։ Ընդհակառակը առաքինությունների մեջ մարդ արարածի համար ամենից ամենադժվարը խոնարհության հասնելն է, որովհետև չարը միշտ պատերազմ է մարդու դեմ հպարտության մեջ գցելով, քանի որ ինքը հպարտությամբ կործանվեց, մեզ միշտ տանում է հպարտություն։ Եվ մարդկային բնությունը մի քիչ հաջողությունների մեջ, մի քիչ որ ամեն ինչ լավ են տանում, արդեն հպարտանում է, չարից անմիջապես խաբվում է։ Այսինքն ուժեղ մարդիկ են հասնում խոնարհության, սա հստակ իմացեք։ Ուրիշ բան, որ մեկը թույլ է, մեկը ասենք իրեն բնությամբ փափուկ է եւ այլն, բայց իրականում խոնարհություն ձեռք բերելը դա միայն բնորոշ է հզոր մարդկանց, ուժեղ մարդկանց, որոնք չարի դեմ կռվելով, աստիճանաբար իրենց աղքատացնելով, հոգով աղքատացնելով, իրենք հասնում են խոնարհության։ Եվ այդ խոնարհությունը շատ ջանք է պահանջում, որպեսզի մարդը հասնի խոնարհության։ Այսինքն խոնարհությունը եւ թուլությունը պետք է զանազանենք իրարից։ Սրանք ոչ մի կապ չունեն իրար հետ։ Միշտ այդ մեծ խոնարհությանը հասնում են հզորները եւ դառնում են հոգով աղքատներ եւ առաջի երանությունը իրենք են վաստակում այս ճանապարհի վրա։ Դրա համար պետք է ամեն ինչ մենք զանազանենք, ամեն մեկը իրեն տեղը դնելով։ Դրա համար նաեւ մի շատ գեղեցիկ պատմություն եմ ուզում ասել, որը նույնպես ցույց է տալիս մի իմաստուն թագավորի մասին, որը հզոր թագավոր էր, բայց արդեն հոգով աղքատների երանություն ուներ եւ հարգում էր դիմացիներին, ովքեր որ հոգով աղքատ էին։ Եվ ասում եմ մեկ անգամ երբ թագավորը շքախմբով տեղ է գնում, ճանապարհին երկու աղքատ մարդու է հանդիպում, զգեստներ աղքատիկ շորովակած։ Իրեն շքախմբով է լինում իշխանավորների հետ եւ կառքից իջնելով խոնարհվում, համբուրում է նրանց ոտքը։ Իշխանավորները զարմանում են, ասում են, թե թագավոր, ինչպես դու թույլ տվեցիր բազմության առաջ, մեր առաջ, խոնարհվելով երկու աղքատների առաջ խոնարհվեցիր, երկրպագեցիր, համբուրեցիր նրանց ոտքը։ Թագավորը որպեսզի իրենց կարողանա այս իշխանավորներին հասկացնել, օրինակ է ծառայում։ Ասում իրենց տուն հրավիրելով 4-ը սունդուկ է դնում արկղ, երկուսը զարդարում է շատ գեղեցիկ մարգարիտներով, ակունքներով եւ մեջը լցնում է աղտեղի բաներով։ Իսկ երկուսը սովորաբար շատ աղքատիկ է զարդարում, բայց մեջը լցնում է լի գանձերով։ Եվ կանչելով իշխաններին, որոնք այդ հարցն են տալիս, ասում է 4 նվեր են պատրաստել ձեզ համար, որը կնախընտրեք։ Իշխանները վերցնում են այն արկղները, որոնք զարդարված էին անգին քարերով, եւ բացելով մեջը տեսնում են աղտեղություն, զզվանք են ապրում։ Իսկ երբ որ բացում են համեստ զարդարված արկղները, տեսնում են որ մեջը լցված է անգին քարերով եւ ամեն ինչով։ Եվ ինչ է սովորեցնում, ասում է տեսեք մարդուն նայելով դուք չեք կարող գնահատականը տալ։ Կարևորը ոչ թե մարդու արտաքին երևալն է, այլ ներքինը, որը Աստված է տեսնում։ Այսինքն ասում այդ երկու ճգնավորներին, որոնց Աստծո մարդկանց ես խոնարհվեց, իրենց մեջ է լիքն էր աստվածային շնորհներով, քաղցրությամբ, գիտությամբ, իմաստությամբ, եւ նա ինքը ճաշակում էր այդ երանելիներից այդ քաղցրությունը։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք էլ հասկանանք, որ կյանքում մենք կարող ենք շատ շատերին տեսնել շքեղ եւ իրենց ամեն ինչով, բայց իրենք արտակուստ են այդպես, բայց Աստծո աչքին իրենց մեջը լիքն է աղտեղություններով լցված։ Բայց կարող է շատ շատերին արհամարեք կամ արհամարենք, բանի տեղ չտնենք, բայց այնինչ նրանց մեջ լիքն է աստվածային լույսով, շնորհներով, այն քաղցրությամբ, որը մենք պետք է կարողանանք նման մարդկանցից հանել եւ ճաշակել։ Սրա համար սիրելի հերոսող բարեկամներ, ուրեմն մենք էլ կարողանանք ճիշտ հասկանալ հոգով աղքատության իմաստը, մենք էլ կարողանանք մեր այդ հպարտությամբ բարձր լեռից իջնելով խոնարհվենք, աղքատանանք հոգով, այսինքն աշխարհի ցանկությունների նկատմամբ եւ մեր մեջը լցնենք այն աստվածային սուրբ հոգու շնորհները, լույսը, որով կարողանանք եւ մենք այդ համը ճաշակենք եւ մեր կողքիներին այդ համը ճաշակել տալով կարողանանք այստեղից շարժվել, առաջնորդվել դեպի երկնքի արքայություն։ Հակառակ պարագայում ոչ մեկս չենք կարող երկնքի արքայությունը գտնել։ Ուրեմն առանց այս երանությունը վաստակելու մենք չենք կարող երկնքի ճանապարհը գտնել։ Եվ 9 երանիներ է տալիս նաև նախանշելով 9 հրեշտակած դասերը, որոնք երանելի են երկնքում։
Մենք էլ նույնպես պետք է կարողանանք այս 9 դասերի երանությունները վերցնելով, այսինքն այս 9 երանիները հասկանալով, որոնց մասին մենք հաջորդաբար կխոսենք ամեն մեր հաղորդումների ընթացքում։ Ուրեմն, սիրելի հեռուստադող բարեկամներ, խոսքս ավարտում եմ այն օրհնությամբ, որպեսզի բոլորս էլ դառնանք երանելիներ այս մեր ապրած կյանքով, որտեղ երանելիներն են ժառանգելու երկնքի արքայությունը։ Եվ միշտ հիշեք, որ այս կյանքը ժամանակավոր է, ունայն է, մի պահ է, մի ստվեր է ըստ ավետարանի, որ գալիս եւ անհետանում է։ Նույնպես էլ այս գիտակցությամբ ապրենք այս աշխարհում, հիշենք, որ ճանապարհորդենք, մեկ օր հրեշտակը մոտենալու եւ մեզանից պահանջելու է ասելու սիրելիս, եկել եմ հոգիդ վերցնելու, պատրաստ ես թե ոչ։ Այն ժամանակ մեր ժամանակ չեն տա, դրա համար քանի որ ժամանակը մեր ձեռքում է, անպայման այդ ժամանակը ճիշտ մենք օգտագործենք, որպեսզի անմասն չմնանք երկնքի արքայությունից։ Այսինքն հրեշտակի սիրով բարձրանանք երկնքի արքայություն եւ այս երանելիները ժառանգենք երկնքի արքայություն եւ այնտեղ արքայության մեջ բոլոր սուրբերի հետ, բոլոր արդարների, հրեշտակների, հրեշտակապետների հետ փառավորենք Սուրբ Երրորդությանը, որը Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Դեպի տաճար հաղորդաշարի ստեղծագործական խումբը իր երախտագիտությունն է հայտնում պարոն Ղուգասյանին հաղորդաշարը հովանավորելու համար։